Շարունակում ենք հաղորդումը եւ վերադառնալով բնության բարիքներին, այսօր խոսելու ենք կտավատի մասին, չգիտեմ, ավելի շատ ես եմ խոսելու թիմի այսօրվա երկու մասնակիցներ, որտեղ Մարինեն եւ Հարությունը վստահ եմ ամեն ինչ գիտեն կտավատի մասին։ Ողջույն։ Մարինե, կտավատի ծառ տեսել եք։ Ձեր բակում չկա կտավատի ծառ։ Այսինքն մեծ բարդու նման այն ծառը կա, կամ կարող է հենց բարդու վրա է աճում կտավատը։ Հարություն դուք կտավատը տեսել եք բնության մեջ։ Այ այսպեսին են ժամանակակից երիտասարդներ կտավատի եղածն ինչ է չեն տեսել։ Կտավատի մասին ինչ գիտենք։ Այն իր մեջ օգտակար է օրգանիզմի համար, պարունակում է վիտամիններ։ Մարդու օրգանիզմի համար։ Ինչ քանակությամբ։ Օրական քանի կիլոգրամ կտավատ խորհուրդ կտակ օգտագործել։ Քանի գրամ։ Այ Հարությունը արդեն ժպտում է, մտածում է 5 թե 6 կիլոգրամ, այսօր քանի կիլոգրամ կտավատի հաղորդումից հետո գնելու ու տանի տուն։ Կիլոգրամ չէ, թեյի գթալով։ Թեյի գթալով, լավ, թեյի գթալով քանի թեյի գթալ։ 1։ 1-ից 2 թեյի գթալ, ապրի Հարությունը, Մարինե, մտածում եք թե կիլոգրամներով կարելի է կտավատ օգտագործել, ոչ։ Ասեմ, որ սա իսկապես դիետիկ սնունդ է, շատ լավ իդեպ ասեմ նաև կոսմետիկ միջոց է, որտեղ իր մեջ պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ, ընդհանրապես ինչ է իր մեջ պարունակում, հենց հիմա մենք կարող ենք տեսնել էկրանին 100 գրամ կտավատի սերմերի մեջ, մենք խոսում ենք իհարկե սերմերի մասին, կա սպիտակուցներ 18.3 գրամ, այսինքն բավականին շատ, ածխաջրեր 28.9 գրամ, ճարպեր 42.2 գրամ, ինչպես նաև կալորիականության մասին խոսելիս կարող ենք ասել, որ 534 կիլոկալորիա, այսինքն բավականին բարձր կալորիականություն ունեցող սննդատեսակ է, բայց հաշվի առնելով, որ մենք օգտագործում ենք ամեն 1-ից 2 ճաշի գտալ ոչ ավելին, կարծում եմ, որ սա վախենալու չէ, անգամ նրանց համար, ովքեր ուզում են նիհարել, կարող եք օգտագործել կտավատ, ոչ մի վախենալու բան դրանից չի տեղի ունենա։ Կտավատը ում է կարելի, ում չի կարելի։ Կան ինչ-որ գաղափարներ, որտեղ հարցերս հիմնականում դրան են վերաբերելու։ Ովքեր որ ստամոքսի են։ Ովքեր ստամոքսի։ Օգուտ։ Իրենց խորհուրդ կտանք, թե խորհուրդ չենք։ Խորհուրդ կտանք։ Խորհուրդ կտանք, Հարություն դուք ում խորհուրդ կտաք։ Ովքեր ունեն նիարելու խնդիր։ Այ Մարինեին, չէ։ Մարինեին կտավան, որ նիարի ընդհանրապես պրծնի, այսպես ասենք։ Լավ, գնացինք առաջ, եւ այսպես, հարցերը մի քանիսն են, մասնավորապես 6-ն են, այն մասնակիցը ով ավելի արագ եւ ավելի ճիշտ պատասխանում է, ստանում է միավոր, այն մասնակիցը ով կվաստակի ավելի շատ միավորներ, կստանա նաեւ այսօրվա մրցանակը։ Եվ այսպես, հարց համար առաջին կտավատի սերմը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների հեռացման, այո թե ոչ։ Մայնե։ Այո։ Գիտենք, որ նպաստում է, որովհետև այն հարուստ է բջջանյութով։ Բջջանյութը, գիտեք, ստամոքսի աղիքների միջով երբ որ անցնում է, բջջանյութը կլանում է բոլոր բացասական, այսպես ասենք, էլեմենտները, հավաքում է իր մեջ եւ հանում է։ Այսպես սպունգի նման, sense գնում է ստամոքսով աղիներով, հավաքում է ինչքան վատ բան կա եւ իր հետ միասին դուրս է հանում։ Հիշում ենք սրա մասին եւ հիշում ենք, որ կտավատի սերմերը նյութափոխանակության արգասիքների հեռացման համար շատ լավ մեթոդ են։ Հաշիվը դառնում է արդեն 1-0 Հարություն, ավելի արագ է պետք մտածել եւ մասնավորապես պատասխանել այն հարցին, արդյոք կտավատի սերմը խորհուրդ է տրվում օգտագործել խոլեցիստիտի սրացումների կանխարգելման համար։ Խոլեցիստիտը դա լեղապարկի բորբոքումն է, Մարինեն շատ ավելի արագ է եւ պատասխանում է, որ խոլեցիստիտի սրացումների կանխարգելման համար կտավատի սերմեր օգտագործել խորհուրդ չի տրվում։ Եվ Մարինեն վաստակում է արդեն երկրորդ միավորը, եթե հանկարծ ասի թե ինչի ես նրան 1 միավոր էլ կտամ։ Ինչի համար, էսա մտածեմ։ Հարություն մի հուշեք, հա, մի հուշեք, պետք չի։ Մի հուշեք։ Եվ այսպես խորհուրդ չի տրվում, դուք լիովին ճիշտ եք պատասխանել, բայց խորհուրդ չի տրվում, որովհետև այս սերմերը ունեն շատ ուժեղ հատկություն։ Ինչպիսի հատկություն։ Մակրո։ Ոչ, լեղամուղ։ Եթե մենք խոսում ենք լեղաքարային հիվանդության մասին, եթե մենք խոսում ենք լեղապարկի հետ կապված խնդիրների մասին, ապա լեղամուղ ազդեցություն ունեցող բոլոր սննդատեսակները հակացուցված են։ Լրացուցիչ միավոր ինձ թվում է ձեզ պետք չէ, որովհետև դուք արդեն իսկ ունեք 2 միավոր, թող դրա մասին մտածի Հարությունը եւ փորձեք պատասխանել, արդյոք կտավատի սերմը խորհուրդ է տրվում կիրառել աղացած վիճակում։ Այո։ Թե այսպես։ Աղացած վիճակում է։ Թե այսպես։ Թե աղացած։ Չէ, աղացած։ Աղացած։ Մարինեն ձեռք է բարձրացնում, այո, ես ձեր 6-րդ դասարանի ուսուցչուհին եմ, ասեք։ Աղացած։ Ինչու աղացած։ Ինչու աղացած։
Կտավատի սերմեր օգտագործելը մինչև օգտագործելը պետք է աղալ, քանի որ դրանք առանց աղալու գրեթե չեն յուրացվում օրգանիզմի կողմից։ Տեսեք, մենք խոսում էինք, որ կան բազմաթիվ օգտակար տարրեր, անգամ վիտամիններ են դրանց մեջ պարունակում, միկրոէլեմենտներ հսկայական քանակությամբ, բայց եթե դուք դրանք չաղաք, ինչպես կմտնեն, այնպես դուրս կգան։ Հասկանում եք, եթե դա աղացած վիճակում ենք օգտագործում, ապա շատ ավելի լավ, որովհետև օրգանիզմը դա կկարողանա յուրացնել։ Հիշում ենք դրա մասին, հարցում ես չկարողացա մոլորեցնել, հաշվի դառնում է 2 մետք, հաջորդ 4-րդ հարցը ըստ հերթականության հետևյալն է, կտավատի սերմը դրական ազդեցություն ունի կրծքագեղձի վրա, այո թե ոչ։ Այո։ Այո, ինչ նկատի ունեք, երբ ասում եք դրական ազդեցություն ունի կրծքագեղձի վրա։ Միանգամից ասեմ չի մեծանում, ոչ մի բան։ Ահա։ Մարսողության համար։ Կրծքագեղձերը մարսողության համար։ Չէ։ Հարցուն ձեր կարծիքով կրծքագեղձերը մասնակցում են մարսողական պրոցեսին։ Չէ։ Այո։ Այո։ Մարսողական պրոցեսին, Մարինե, ու մարսողական պրոցեսին։ Շատ հետաքրքիր է։ Լավ, կարծում եմ սա արդեն մի քիչ այլ ժանրի հաղորդում կլիներ, բայց այդուամենայնիվ մենք խոսում ենք բժշկության, առողջության մասին։ Ձեր պատասխանը այո էր, թե ոչ, ես արդեն մոռացա։ Հա, այո։ Պաստորեն որոշեցինք, որ սերմերը դրական ազդեցություն ունեն կրծքագեղձերի վրա։ Իրականում դուք ճիշտ եք, որովհետև կան ֆիտոէստրոգեններ, որոնք կանխարգելում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը։ Հաշիվը դառնում է 2-2, իհարկե ձեր գիտելիքները ֆանտաստիկայի ոլորտից են, բայց շարունակենք խաղը եւ փորձենք հասկանալ կտավատի սերմը դրական ազդեցություն ունի արդյոք սրտանոթային համակարգի գործունեության վրա։ Դե ասա Մարինե ջան։ Այո։ Այո ասեց Մարինեն, որովհետեւ Լսի, մենք առաջի հարցը ինչին էիր ասել այո։ Առաջին հարցին։ Առաջի հարցը ինչի մասին էր, որ ասում ենք մաքրում է օրգանիզմը, չէ՞, որովհետեւ ունի բջջանյութ։ Այդ բջջանյութը, որ մաքրում է, գիտես նաեւ ինչն է մաքրում տանում օրգանիզմից։ Խոլեստերինը։ Եթե պատկերացրու այդ նույն բջջանյութը խոլեստերինը մաքրեց տարավ, ինչ կանի, նաև կնպաստի սիրտանոթային համակարգի շատ լավ աշխատանքին։ Հասկացանք։ Դե որ հասկացանք, հաշիվը ինչքան դարձավ։ 3-2։ 3-2, վերջին հարցը կամ հաշիվը հավասարեցնում եք, կամ պարտվում եք խայտարակ 4-2 հաշվով հարություն։ Մտածեք, հղիներին ցանկալի չէ կիրառել կտավատի սերմը, համաձայն եք արդյոք թե ոչ։ Այո, համաձայն եմ։ Համաձայն եք։ Հղիներին չեք տալ։ Մայնե։ Հիմա հղին գալիս է, ասում է բժշկուի ջան, կտավատ եմ ուզում, մի գտալ, կտանք թե չենք տա։ Չենք տա։ Աղացած, կամ չաղացած։ Երևի չենք տա։ Չենք տա, հարություն դու կտայիք թե չէ։ Չէի տա։ Երկուսն էլ ենքան բգլիկ են, ամբողջ իրենք կուտեին, ու ճիշտ կանեին իրականում, որովհետև խորհուրդ չի տրվում հղիներին հաշվի առնելով այն փաստը, որ այս սերմերը բավականին արագացնում են աղիների պերիստալտիկան, եւ հաշիվը դառնում է 4-2, շնորհավորում եմ մեր այսօրվա հաղթողին, Մայնե ջան, մրցանակը ձերն է։ Ես կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մոտավորապես պատկերացրեց, թե ինչի համար է օգտակար կտավատը։ Հարությունի հետ մենք հետո կքննարկենք որոշակի թեմաներ, ես մարսողության պահանջից համար մուտք մնացեք մեզ հետ, եթերում մի վնասիրներ։